Վերջին զանգը հեռուստասերիալում նկարահանվելուց հետո դերասանուհի Ռոզա Դավթյանը առավել քան սիրված ու ճանաչելի դարձավ հանրության կողմից։ Նրա կերպարը սիրված էր, ու այժմ հանրությունը սպասում է Ռոզային տեսնել նոր դերակատարումներով, ինչը շատ չի ուշանա։ Դերասանուհին իր սոցիալական էջերում արդեն հայտնել է, որ շատ շուտով կրկին լինելու է հեռուստաէկրաններին, սակայն ոչ սերիալում, այլ սիթքոմում։ Դերասանուհին նաև այս շրջանում շատ ակտիվ հրապարակումներով կիսվում է սոցիալական հարթակներում։ Երեկ Ռոզան իր մայրիկի տանն էր։ Ինստագրամյան էջի սթորիս բաժնում հրապարակած տեսանյութերը բավականին զվարճալի են ստացվել։ Բանն այն է, որ դերասանուհու մայրիկը նկատել է, որ Ռոզան իրեն և սկեսուր մայրիկին տարբեր կերպ է դիմում։ Հոլովակներից մեկում նույնիսկ Լիանան նշում է՝ ում ես ավելի շատ սիրում՝ Մարիային, թե ինձ։ Ահա այսպիսի հումորային տեսանյութերով է կիսվել Ռոզան սոցիալական էջերում։ Առաջարկում ենք դիտել դրանք։ Ուզում ես ջոկես քեզ եմ նկարում, թե չէ։ Հայ, ձեր չեք տեսել։ Դեմ ասացից դրա ես ծիծաղում։ Եղա։ Բա ինչ ես սարքում։ Բայց դա բլոկը կփոքի։ Հենց սենց գցել եմ։ Ինչ ես սարքում։ Սարքում եմ իրով։ Ինչով։ Սիրտդ ինչով որոզի։ Լավաշով։ Հումորով ում եք նման։ Մայրիկիս։ Այս զրզմփա Այս տանջակի զրզմփա ապարատը վերել է, որ պիրոկ սարքի։ Ուզում եք ռեցեպտն ասեմ, դուք էլ սարքեք։ Կասեցնամ գաղտնիքները։ Չէ։ Կարաքարության կամ եմ տենում, որ ձորք են։ Որ հարվ է մեջ։ Հետո 5 ձույ աստեղ լցրել, այդ կարաքը լցնելու է սրա մեջ, հետո կարաքը ավելացրեցինք, ինչին, խոսամա, ես չգիտեմ ռեցեպտը, դու պիտի ասաս, ձվին, կադրս ինչ փչացնում է, ձվին ու ինչին, Պեսոկին, հետո ձետ ու կարակ։ Ոստեղ մաման ինչ-որ ճաշ է պատրաստել, այդ ճաշն ավելացնելու։ Ինչ է, այդ ճաշի մեջ ինչ է։ Քացախ խնդորիմ։ Մի րոպե, ինը սմետանի քացախ է։ Չէ, հիմա քացախ ենք ավելացնում։ Բայց ես ինչ է, սմետանու ինչ։ Սոդա։ Սոդա, բա մածուն։ Մի գտարել մածուն։ Ու հիմա է քացախ։ Վա։ Այդքան քացախոր լցրեցիր։ Մամ, հետո։ Ինչ ես պատրաստում։ Ասա։ Ասեմ, որ մայրիկի հետ ոնց ես խոսում, մամայի հետ։ Հիմա ես ես գցեմ մեջ։ Գցի։ Ասմա Մարիա քուրիկվա հետ։ Մամային է, մամա շուտ արա։ Այ։ Դե ասա հետո։ Ay mama ya. Pirog neler Քեզ վարվեց։ Որովհետև դու ես մեղավոր։ Ինչի ես մեղավոր բան։ Այ քեզ բան։ Սմետանն ավելացրեց։ Սմետան մածուն Կալաբարացյան։ Всё, հիմա հարում ենք ու դնենք դուխովկա, բալյուր։ Իբր ինքնասարքում էլ զաղ ռեցեպտը ես ասեցի։ Հիմա Էլ նկարել։ Հիմա խնձորն ավելացնում ենք պիրոգին։ Ով ինչ կարա զարկում է։
խնձոր պետք է վերջում շարենք։ Ոչ։ Մամ, ես ինչա։ Մամ, դե խոսա։ Մամ, ինչ ես։ Աղցան։ Այո։ Ինչով։ Փոթով։ Ծիրանի կուտ, դե չիր, սալորի ու բծիրանի, վառացա, հա, ու խնձոր, չէ։ Այո։ Լավ էլ պատրաստինի ցույց կտամ։ Մամ, ընտիր ա եղել, բոլոր խոսքերս հետ եմ վերցնում։ Մարիայի հետ շատ սիրում տենց։ Հավասար սիրում եմ։ Շատ լավ, այսա ուտեմ մի հատ էլ տենց ասեմ ոնց էր։ Հիմա փորձում ենք տեսքից դե տեսակ վերջնա։ Հիմա փորձում ենք ներսից ոնցնա։ Ներսից տեսքը էլի ընտիրագույն ա, լավ ուռել ա։ Վախեցա։ Շատ համով է։ Վերջն ա, մամ լուրջ եմ ասում, ես սենց համով բիսկվիտ խնձորով չեմ կերել։ Ինձ տեղ գրել եմ, որ եսի Շարլոտ ա։ Շարլոտ կա, դու գիտեիր։ Ընտիրա։ 10 կտոր կուտեմ։ Օժակները է պատվիրել, ինձ նվեր են ուղարկել, եկեք բացենք, տեսնենք ինչ է արդյոք այստեղ։ Հա, ես շատ սիրում, հետաքրքիր ափսեներ են, մինիմալիստական։ Իսկ հիմա ցույց տամ ինչ եմ ես պատվիրել։ Դա-դա-դամ։ Երեխեք վերջն են, վերջը, շատ եմ սիրում ես իրանց։ Սրանք բաժակներն են, այսինքն սիրուն հանեմ և շարեմ։ Վա, ինչ լավն են, շատ լավն են, շատ սիրեցի։ Ինչքան սիրուն են, ինչքան էսթետիկ, դնեմ իմ պահարանում գեղեցիկ